Ամփոփելով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի 2025 թվականի գործունեությունը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների վրա, որոնցով էլ պայմանավորված էր մեր աշխատանքների արդյունավետությունը։ Ինչպես գիտեք, 2025 թվականը բուռն էր տարբեր զարգացումներով եւ քաղաքական առումով եւ աշխատանքային, որը կապված է 2024 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ եւ քաղաքում տիրում էր անիշխանություն եւ անարգի ստեղծվել էր ճգնաժամ կառավարման։ Սակայն ի պատիվ գյումրեցիների, ի պատիվ ավականու խմբակցությունների եւ ի պատիվ քաղաքային իշխանության հնարավոր եղավ համախմբվել եւ այդ կարճ ժամանակահատվածում բոլոր ուժերն ու ճանկերը ներդնել իշա քաղաքի բարեկեցության։ Չնայած այն հանգամանքին, որ խնդիրների լուծման ճանապարհին անարգի առաջացնում են լրացուցիչ խոչընդոտներ։ Գոհ ենք արդյոք մենք մեր կատարած աշխատանքից։ Գոհ է արդյոք գյումրեցին մեր կատարած աշխատանքից։ Այս հարցերի պատասխանը միանշանակ չէ։ Սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոլորտում մենք ունենք առաջընթաց եւ պետք է դա արձանագրել։ Թե քաղաքաշինության բնագավառում տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծման առումով, թե բյուջեի հավաքագրման առումով, թե սպորտի, մշակույթի, կրթության ոլորտներում առկա խնդիրների լուծման առումով, թե ասֆալտապատման ծավալների ավելացման առումով եւ թե համայնքային ծառայողների եւ ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման առումով։ Ես վստահ եմ, որ 2026 թվականին եռագի ու քառագի անգամ տեսանելի է լինելու մեր աշխատանքի արդյունավետությունը, քանի որ պարոն Ղուկասյանի ջանքերով ձևավորվել է թիմ, որը կարող է լուծել իր առջև դրված խնդիրները։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր գյումրեցիներին եւ համայն հայությանը եւ փոքր կոճով դիմել բոլորին։ Հայեր, համայն հայության, համախմբվեք ազգային գաղափարախոսության հենքի վրա, քանի որ դա է մեր ինքնատիպության պահպանման գրավականը, հայրենիքի բարգավաճման եւ անվտանգության ապահովման երաշխիքը։